Շարունակում ենք ուսումնասիրել ուխտերի վարդապետությունը և հասել ենք հետևյալ թեմայի՝ քրիստոնյան և օրենքը։ Կարող են ժամանակակից քրիստոնյաները կիրառել Մովսեսի օրենքը, թե ոչ։ Եթե այո, ապա ինչպես։ Այս հարցին պատասխանելու համար նախ եկեք մտածենք, թե վերը նշված օրենքի գործառույթներից որոնք են կիրառելի նոր կտակարանյան հավատացյալների համար։ Եթե կհիշեք, անցած մասում մենք խոսեցինք օրենքի 4 գործառույթի մասին, որոնք հետևյալն էին. օրենքը ուներ առաջին ուխտային գործառույթ, հետո հոգևոր գործնական գործառույթ, հետո ավետարանչական գործառույթ և աստվածաբանական գործառույթ։ Եվ այս հարցին պատասխանելու համար, թե կարող են ժամանակակից քրիստոնյաները կիրառել Մովսեսի օրենքը, պետք է պատասխանել մտածելով օրենքի գործառույթների մասին, թե դրանցից որոնք են կիրառելի նոր կտակարանյան հավատացյալների համար։ Ուխտի գործառույթը ակնհայտորեն չի վերաբերում քրիստոնյաներին։ Սա կապված է նրա հետ, որ յուրաքանչյուր ուխտ ունի իր օրենքը, իսկ քրիստոնյան եկել է Աստծո մոտ մեկ այլ ուխտի հիման վրա՝ Քրիստոսի ուխտի կամ նոր ուխտի հիման վրա։ Այսինքն հին կտակարանը հին ուխտ ուներ և ուխտը օրենք, և նոր կտակարանում նոր ուխտն է և քահանայապետը Քրիստոս, և քահանայության փոփոխության հետ պետք է փոխվեր նաև օրենքը, ինչպես գրված է Եբրայեցիս նամակում։ Հետևաբար Մովսեսի օրենքն այլևս նոր կտակարանյան քրիստոնյայի համար կյանքի չափանիշ կամ սահմանադրություն չէ։ Նոր կտակարանյան քրիստոնյայի հարաբերությունները Աստծո հետ կախված չեն Մովսեսի օրենքից և չեն որոշվում դրանով։ Այս կապակցությամբ Պողոս առաքյալը բազմիցս կրկնում է, որ Մովսեսի օրենքը քրիստոնյայի համար մնացել է անցյալում։ Պողոս առաքյալը սրա մասին գրում է Գաղատացիս 3 գլուխ 24 և 25-րդ համարներում, Գաղատացիս 3, 24-25։ Ուրեմն օրենքը մեր դաստիարակը եղավ, մեզ Քրիստոսին բերելու, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Հունական մշակույթում մանկավարժը, հունարեն պայդագոգոս բառն է, կամ մանկավարժ, կոչվում էր այն ստրուկը, ով երեխային տանում էր ուսուցչի մոտ և թողնում էր այնտեղ։ Հին ժամանակներում սովորաբար կիրառվում էր ուսուցման պանսիոնային ձևը, այսինքն մանկավարժ ուղեկցողը բռնում էր երեխայի ձեռքը, տանում նշանակված վայր և հանձնում ուսուցչին։ Հենց այդպիսի գործառույթ է կատարել օրենքը մեզ համար։ Նա կարծես վերցրել է մեզ անհավատներիս, ձեռքից բռնել և իր հանդիմանություններով տարել է դեպի Քրիստոս։ Ահա թե ինչու է Պողոս առաքյալն ասում, որ օրենքը մեր դաստիարակը եղավ։ Տանելով մեզ ուսուցչի մոտ, օրենքը հանձնեց մեզ նրան և ինքը մի կողմ քաշվեց։ Ինչպես բացատրում է Պողոս առաքյալը 25-րդ համարում, բայց հավատի գալուց հետո այլևս դաստիարակի կարիք չունենք, կամ ինչպես բառացի կասինա, բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Մովսեսի օրենքն այնքան է կորցրել իր իշխանությունը և ուժը նոր կտակարանյան քրիստոնյաների վրա, որ մեր մասին կարելի է ասել, թե մենք մեռած ենք օրենքի համար։ Օրենքի առջև պարտավորությունների այս մահը տեղի ունեցավ Քրիստոսի մահվան և հարության հետ մեր միավորման շնորհիվ։ Այսինքն, երբ քրիստոնյան հավատացյալը Քրիստոսի մեջ ընդունում է, որ մահացել է և հարություն է առել, այդ երաշխիքն է, որ նա մահացել է օրենքի նկատմամբ։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 7-րդ գլխում առաջին 3 համարներում ամուսին և կնոջ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հավատացյալը Քրիստոսի մեջ մեռել օրենքի նկատմամբ։ Գրում է այսպես. «Միթե չգիտեք, եղբայրներ, որովհետև օրենքն իմացողներին եմ ասում, որ օրենքն իշխում է մարդու վրա, քանի դեռ նա կենդանի է։
Քանի որ ամուսին ունեցող կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով, քանի դեռ ամուսինը ողջ է, իսկ երբ ամուսինը մահանա, արձակվում է ամուսնու օրենքից, այսինքն նրանք միավորված են, կապված են օրենքի միջոցով եւ նրանց կողմերից մեկի մահը կդառնա պատճառ, որպեսզի ամուսնությունը համարվի արդեն ավարտված։ Ուրեմն քանի դեռ, շարունակում է Պողոսը, ամուսինը ողջ է, եթե նա ուրիշ մարդու հետ ամուսնանա, շնացող կկոչվի, բայց եթե ամուսինը մահանա, ազատ է այդ օրենքից, եւ եթե ուրիշի հետ ամուսնանա, շնացող չի համարվի։ Եվ սա ասելուց հետո, տեսեք ինչ եզրակացության է գալիս, ասելով. եղբայրներ, այդպես էլ դուք Քրիստոսի մարմնով մեռաք օրենքին, որպեսզի ուրիշինը լինեք։ Նրան, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտուղ բերեք Աստծուն։ Այսինքն իրավական, օրինական ճանապարհով մենք մեռանք օրենքի նկատմամբ, մենք ունենք այլևս նոր Տեր եւ ըստ նախորդ օրինակի շնացող չենք համարվի, որովհետեւ մյուս կողմը մահացել։ Մենք մահացել ենք օրենքի նկատմամբ։ Այդպես էլ դուք, Պողոսն ասում է, իմ եղբայրներ, մեռաք օրենքի համար Քրիստոսի մարմնով, որպեսզի պատկանեք մեկ ուրիշին, մեռելներից հարություն առածին, որպեսզի պտուղ բերեք Աստծուն։ Հռոմեացիս 7-րդ գլուխ 4-րդ համար։ Ինչպես վերը քննարկվեց, քանի որ քրիստոնյաները մտել են նոր ուխտի մեջ, նրանց այժմ վերաբերում է մեկ այլ օրենք, նոր ուխտի օրենքը։ Քրիստոնյաները, քանի որ հին ուխտի մեջ չեն, նոր ուխտի մեջ են, դրա համար նրանց վերաբերում է նոր ուխտի օրենքը, որովհետև ինչ է գրում Եբրայեցիս նամակի հեղինակը 7-րդ գլուխ 12-րդ համարում այս մասին, նա ցույց է տալիս, որ եթե քահանայությունը փոխվում է, ապա հարկ է, որ փոխվի նաև օրենքը։ Նայեք Եբրայեցիս 7-րդ գլուխ 12-րդ համար։ Քահանայության փոփոխման հետ հարկ էր, որ օրենքն էլ փոխվեր։ Այսինքն քրիստոնյաները այլևս նոր ուխտի մեջ լինելով, նշանակում է նոր քահանա ունեն, որ Հիսուս Քրիստոսն է, եւ քահանայության փոփոխությունը ենթադրում է օրենքի փոփոխություն։ Քրիստոնյաները ապրում են նոր ուխտի խոստումներով, եւ նրանց հարաբերությունները Աստծո հետ կարգավորվում են Քրիստոսի օրենքով, որն արտահայտված է նոր կտակարանյան թղթերում։ Այս օրենքին է մատնանշում Պողոս առաքյալը, այսինքն Քրիստոսի օրենքին է մատնանշում Պողոս առաքյալը, երբ ասում է Թեսաղոնիկեցի հավատացյալներին այսպես, որովհետև դուք գիտեք, թե ինչ պատվիրաններ տվեցինք ձեզ Տեր Հիսուսից։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին ասում է, որ Հիսուսից է այդ պատվիրանները եկել։ Եվ ինչ պատվիրանի մասին է խոսքը։ Պարզվում է, որ Հիսուսը թողել է ոչ միայն փրկության խոստում, այլև պատվիրաններ։ Այս պատվիրանները փոխանցվել են եկեղեցուն թագավորի պաշտոնական դեսպանների, առաքյալների միջոցով։ Որտեղ կարելի է գտնել այս պատվիրանները։ Իհարկե, դրանք կարող են գտնել նոր կտակարանում։ Ամենատրամաբանական պատասխանն է նոր կտակարանյան գրքերում, որոնք գրվել են հենց առաքյալների կողմից։ Ընդ որում պետք է հաշվի առնել, որ ավետարաններում նկարագրված է այն ժամանակաշրջանը, երբ Հիսուսը եւ նրա աշակերտները դեռ ապրում էին Մովսեսի օրենքի ներքո, քանի որ նոր ուխտը դեռ ուժի մեջ չէր մտել։ Այդ պատճառով Քրիստոսի մասին ասվում է, որ նա ենթարկվեց օրենքին։ Շատ մարդիկ չեն հասկանում եւ կամ ուշադրություն չեն դարձնում Հիսուսի ապրած ժամանակաշրջանի մասին։ Հիսուսն ապրել է այդ անցումային ժամանակաշրջանում։ Նա ապրել է 5 կտակարանյան օրենքների ներքո եւ դրա համար էլ Գաղատացիս 4-րդ գլուխ 4-րդ համարում Պողոս առաքյալը գրում է այսպես. Բայց երբ ժամանակը լրացավ, Աստված ուղարկեց իր որդուն, որ կնոջից ծնվեց եւ օրենքի տակ մտավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկա գնի, որ մենք որդեգրությունն ընդունենք։ Սա պետք է հիշել, որ ավետարաններում նկարագրված է այն ժամանակաշրջանը, երբ Հիսուսը եւ նրա աշակերտները դեռ ապրում էին Մովսեսի օրենքի ներքո, քանի որ նոր ուխտը ուժի մեջ չէր մտել։ Գործք առաքելոցում մենք կարդում ենք անցումային շրջանի մասին, երբ եկեղեցին աստիճանաբար գիտակցում էր, թե ինչպես պետք է ապրի Քրիստոսի պատվիրանների ներքո։ Եվ
աստիճանաբար հեռանում էր կամ պլանավորված հեռանում էր Մովսեսի օրենքից, այս գործընթացում քայլերից մեկը Երուսաղեմի ժողովն էր։ Գործք առաքելոց 15-րդ գլխում մենք տեսնում ենք, եւ 15-րդ գլուխ առաջին համարում գրված է, որ Հրեաստանից ոմանք, Երուսաղեմից ոմանք եկան եւ ուսուցանում էին, որ եթե Մովսեսի օրենքը չպահեն, չեն կարող փրկվել։ Իսկ նոր կտակարանյան թղթերում մենք գտնում ենք ուղակի հրահանգներ, որոնցով պետք է առաջնորդվի եկեղեցին։ Սա էլ հենց նոր ուխտի օրենքն է։ Նոր ուխտի օրենքին է մատնանշում նաև Քրիստոսի օրենք արտահայտությունը, Սուրբ գրքում մենք տեսնում ենք Գաղատացիս 6-րդ գլուխ 2-րդ համարում օրինակ տեսեք. միմյանց բեռը կրեցեք եւ այսպիսով կատարեցեք Քրիստոսի օրենքը։ Եվ նաև այլ կերպ Հակոբոս առաքյալն է գրում, Հակոբոս 2-րդ գլուխ 8-րդ համարում, կոչելով այն թագավորական օրենք։ Տեսեք Հակոբոսը 2-րդ գլուխ 8-րդ համարում ասում է. ուրեմն եթե դուք կատարում եք արքայական օրենքը, ինչպես որ գրքում է գրված, թե դրացուդ պետք է սիրես քո անձի պես, լավ եք անում։ Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում եւ օրենքի կողմից կդատապարտվեք որպես օրինազանցներ։ Արքայական կամ թագավորական օրենք է կոչում Հակոբոսը, որովհետեւ այս օրենքը Քրիստոսի կամ արքայի իշխանի օրենքն է։ Այսպիսով Մովսեսի օրենքը մեր սահմանադրությունը չէ։ Խոսքը նոր կտակարանյան քրիստոնյաների մասին է, որը մենք պետք է կատարենք ամբողջությամբ։ Քանի որ մենք Մովսեսի ուխտի մեջ չենք եւ ավետյաց երկրում չենք ապրում։ Մեր սահմանադրությունը նոր ուխտի օրենքն է, Քրիստոսի օրենքը։ Եվ ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ նոր ուխտում օրենքը նույն դերը չի խաղում, ինչ Մովսեսի օրենքում։ Մովսեսի ուխտը պայմանական էր, այսինքն կախված էր Իսրայելի հնազանդությունից։ Ավելի քան 600 պատվիրաններից բաղկացած օրենքի պահպանումից։ Իսկ նոր ուխտը անպայմանական է, այսինքն նրա խոստումները կկատարվեն ամեն դեպքում, որովհետև Աստված ինքն է խոստանում մարդու մեջ կատարել բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են իր պատվիրանների համաձայն արդար կյանք ապրելու համար։ Եթե Մովսեսի օրենքի ուխտային գործառույթը քրիստոնյաներին չի վերաբերում, ապա հոգևոր գործնական գործառույթը վերաբերում է որոշ վերապահումներով։ Մենք պարտավոր չենք պահպանել օրենքի բոլոր կանոնները, սակայն օրենքը դեռևս բացահայտում է մեզ Աստծո բարոյական բնույթը, սովորեցնում է մեզ վախենալ Տիրոջից եւ պահպանում է այլասեռումից, ինչպես նախորդ մասում ենք խոսել։ Օրենքի պատվիրանները դեռևս սովորեցնում են մեզ, թե ինչպես ցուցաբերել սեր մերձավորի հանդեպ։ Այդ պատճառով Պողոս առաքյալը նոր կտակարանում խոսելով սիրո մասին հղում է անում Մովսեսի օրենքին կամ օրենքի 10 պատվիրաններին։ Հռոմեացիս 13-րդ գլուխ 9-10-րդ համարում սիրո մասին խոսելիս նա հղում է անում։ Տեսեք, կարդում եմ Հռոմեացիս 13-րդ գլուխ 9 եւ 10-րդ համարները։ Որովհետև դրանից առաջ ասում եմ. ոչ ոքի որևէ բանով պարտական չլինեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրում է ուրիշին, կատարում է օրենքը, եւ տեսեք մեջբերում է Մովսեսական օրենքը, որովհետև այս մի շնացիրը, մի սպանիրը, մի գողացիրը, սուտ մի վկայիրը, մի ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատվիրան որ կա, համառոտ այս խոսքով է ամփոփվում. քո դրացուն քո անձի պես սիրիր։ Սերը դրացուն չարիք չի պատճառում, հետեւաբար սերը օրենքի լրումն է։ Ինչպես գրում է ժամանակակից հայտնի աստվածաբան Ֆերգյուսոնը, պատվիրանները ռելսեր են, որոնցով ընթանում է կյանքը, ոգեշնչված Աստծո սիրով, որը թափվել է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով։ Սերը շարժիչին վառելիք է տալիս, իսկ օրենքը գնացքին ուղղություն։ Այսինքն մեկը մյուսից կախված են եւ չի կարող մեկը լինել առանց մյուսի։ Գրում է նա այն գաղափարը, որ սերը կարող է գոյություն ունենալ օրենքից անկախ, դատարկ հորինվածք է։ Դա նույնն է, որ ասենք
գնացքը կարող է ռելսերից անկախ շարժվել առաջ, ըստ նախորդ օրինակի։ Սա ոչ միայն անպետք աստվածաբանություն է գրում է նա, այլև անպետք հոգեբանություն։ Սերն առանց օրենքի կույր է, օրենքը նրան տեսնող է դարձնում։ Ուրիշ խոսքով, եթե նոր կտակարանյան լեզվով ասենք, Հիսուսն ասաց՝ սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները։ Սերը չի կարող պատվիրանից անկախ լինել։ Խորհեք այս մասին, գրում է նա, հաշվի առնելով ժամանակակից աշխարհիկ միտումը, արդարացնել ցանկացած անբարոյական վարք հղում կատարելով սիրուն։ Ամեն բան կատարում են սիրո անվան տակ։ Մինչև իսկ միասեռականները, համասեռամոլները դուք գիտեք, որ իրենց հիմնավորումներն ու արդարացումները գտնում են հենց սիրո մեջ։ Օրենքի ավետարանչական գործառույթը շարունակում է մնալ արդիական։ Օրենքի ավետարանչական գործառույթը շարունակում է մնալ արդիական։ Այսինքն, եթե օրենքը 5 կտակարանում, ինչպես կարդացինք նախորդ անգամ, իսրայելացիների պահպանումով պետք է ավետարանչական բնույթ ունենար, որ ժողովուրդը տեսներ նրանց կյանքը, նրանց վարքը եւ պատկերացում կազմեր նրանց իմաստուն լինելու մասին կամ պատկերացում կազմեր Աստծո մասին, որ այնքան մոտիկ է նրանց, նրա բնավորության մասին, ավետարանչական գործառույթը նոր կտակարանում շարունակում է մնալ արդիական, ավետարանչական գործառույթը։ Օրենքը շարունակում է մարդկությանը մեղքի մեջ հանդիմանել եւ մատնանշել մարդկանց մեղավորությունը Աստծո առջև։ Այս պատճառով այն մղում է մեզ փրկություն փնտրել այն քավությունում, որը Հիսուս Քրիստոսն է, ով կատարեց մեզ համար այդ քավությունը իր սեփական զոհաբերության գնով։ Հռոմեացիներին ուղված թղթում 10-րդ գլխի 4-րդ համարում Պողոս առաքյալը գրում է այսպես. օրենքի վերջը կամ ավարտը կամ վախճանը Քրիստոսն է։ Հունարեն տելոս բառը այստեղ որ գրված է, օգտագործված է այս արտահայտության մեջ, կարող է նշանակել վերջ կամ նպատակ։ Կարելի է ասել, որ Քրիստոսի հանդեպ հավատը ոչ միայն սահմանում է այն կետը, որտեղ Մովսեսի օրենքը դադարում է գործել, այլ հանդիսանում է այն նպատակը, որին տանում էր օրենքը։ Այսինքն կարելի է ասել, որ Քրիստոսի հանդեպ հավատը ոչ միայն ցույց է տալիս այն կետը, որտեղ որ ավարտվում է Մովսեսական օրենքը, այսինքն մարդը երբ հավատում է Քրիստոսին, դրանով ոչ միայն նա հասկանում է, որ օրենքը ավարտ ունեցավ Քրիստոսի մեջ, այլև Քրիստոսի հանդեպ հավատը հանդիսանում է այն նպատակը, որին տանում էր օրենքը, որպեսզի արդարանա մարդը։ Վերջապես օրենքի աստվածաբանական գործառույթը շարունակում է լիովին վերաբերել քրիստոնյաներին։ Իսկ ավետարանչական գործառույթը եւս արդիական է այսօր, որովհետեւ այն հանդիմանում է մարդուն մեղքը եւ մարդուն տալիս գիտակցություն փրկության համար, եւ օրենքի աստվածաբանական գործառույթը շարունակում է լիովին վերաբերել քրիստոնյաներին։ Օրենքը շարունակում է բացահայտել մեղքի սև էությունը, մեղքը սուբյեկտիվ հարթությունից տեղափոխում է օբյեկտիվ հարթություն, այսինքն ինչ է անում այն, բացահայտում է մեր ներքին փչացվածությունը եւ դրանով իսկ թույլ է տալիս հստակ տեսնել փրկության ավետարանի իմաստն ու արդիականությունը։ Այսինքն, երբ մենք խոսում ենք օրենքի աստվածաբանական գործառույթի մասին եւ նոր կտակարանյան քրիստոնյայի հետ ունեցած կապի մասին, մենք պետք է հիշենք, որ օրենքի աստվածաբանական գործառույթը եւս շարունակում է լիովին վերաբերել քրիստոնյաներին։ Ինչու՞, որովհետեւ այն բացահայտում է մեղքի սևեությունը, բացահայտում է մարդու ներքին փչացվածությունը եւ դրանով թույլ է տալիս, այսինքն բացահայտումով թույլ է տալիս տեսնել փրկության ավետարանի իմաստը եւ դրա արդիականությունը։ Դրա համար, երբ մարդկանց քարոզում եք, երբ պետք է խոսել օրենքի մասին, հիշեք, որ օրենքը աստվածաբանական գործառույթ ունի եւ դուք կարող եք այն կիրառել ավետարանելիս ցույց տալու համար, օգնելու մարդկանց, որպեսզի նրանք տեսնեն իրենց մեղավորության խորությունը, որովհետեւ երբ չկա չափանիշ, չկա նաեւ միջոց տեսնելու համար, թե մարդը որքան մեղավոր է։ Դրա համար, եթե հիշեք, Հիսուսի ավետարանչական մեթոդների մեջ կար այս, երբ իրեն մոտենում էին ասելով, ինչ պետք է անեմ, որ երկնքի արքայություն մտնեմ, Հիսուսը նրանց ասում էր պահիր պատվիրանները, այսինքն ցույց էր տալիս, որ օրենքի պահպանելու ճանապարհով երբ մարդը գնար, նա կհասկանար իր անկարողությունը
եւ այդ անկարողության գիտակցումը նրան կտաներ լուծում փնտրելու, ով կարող է ինձ փրկել, ինչպես Պողոս առաքյալն է Հռոմեացիս 7-րդ գլխում քննարկում այս հարցը եւ վերջում հասնում հանգում այն եզրակացության, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կարող է ինձ ազատել այս մահվան մարմնից։ Այսինքն աստվածաբանական գործառույթը շարունակում է լիովին վերաբերել քրիստոնյաներին։ Այն շարունակում է բացահայտել մեղքը, ցույց տալ մեղավորության խորությունը, փչացվածության աստիճանը եւ այն ստեղծում է հիմք, որպեսզի մարդը կարողանա տեսնել փրկության արդիականությունը եւ դրա անհրաժեշտությունը։ Ասեմ, որ մինչև դարձի գալը մարդը չի զգում փրկության կարիք, որովհետև նա չի տեսնում իր մեղավորությունը, եւ եթե չի տեսնում մեղավորությունը, ինչ փրկության մասին կարող է լինել խոսքը։ Եվ երբ Տերը այցելում է մարդուն եւ մարդը օրենքին նայելով կարողանում է տեսնել իր մեղավորության խորությունը, նա այդ մեղավորության խորությունը տեսնելու զուգահեռ նա կարողանում է տեսնել փրկության անհրաժեշտությունը։ Դրա համար այս երկուսը իրար զուգահեռ են։ Մարդուն փրկության կարիքը անհրաժեշտությունը ցույց տալու համար պետք է ցույց տալ նաև օրենքի դերն ու նշանակությունը, որ այն իր աստվածաբանական գործառույթը կատարի մարդու կյանքում։ Բացատրելով Մովսեսի օրենքի գործնական կիրառումը, նոր կտակարանյան եկեղեցական համայնքում Պողոսը գրում է Առաջին Տիմոթեոս 1:8 Առաջին Տիմոթեոս 1:8 Այսինքն ինչ է գրում Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված առաջին թղթի 8-րդ համարում, բայց գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկն այն օրինավորապես գործածի։ Ինչ է նշանակում օրինավորապես գործածել։ Նշանակում է հնարավոր է այն գործածել նաև ապօրինի կերպով։ Իսկ ինչ է նշանակում ապօրինի, ինչպես կարելի է օրենքը ապօրինի գործածել։ Նշանակում է գործածել ոչ ըստ նշանակության, ինչի համար որ այն սահմանված է։ Եվ այդ դեպքում օրենքը կարող է չարիք պատճառել, որպեսզի օրենքը բարիք բերի, պետք է այն գործածել օրինավոր, այսինքն ճիշտ ըստ նշանակության։ Որն է օրենքի օրինավոր գործածումը կամ կիրառումը։ Առաքյալը շարունակում է բացատրել 9-րդ համարում ասելով հետևյալը. Այս իմացեք, որ օրենքն արդարների համար չէ, այլ անօրենների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղավորների, անմաքուրների եւ պիղծերի, հայրասպանների եւ մայրասպանների, ու մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների եւ այն ամենի, որ հակառակ է ողջամիտ վարդապետությանը։ Այսինքն օրենքի օրինավոր գործածումը կամ կիրառումը նշանակում է այն չկիրառել արդարների համար, որովհետև Պողոսն ասում է, որ իմացեք, որ օրենքը արդարների համար չէ։ Մովսեսի օրենքը նոր կտակարանյան եկեղեցում ուշադիր լսեք, անհրաժեշտ է ոչ թե որպես արդարների կյանքի ուղեցույց, այլ որպես գործիք ամբարիշտներին մերկացնելու համար։ Նոր կտակարանյան եկեղեցում մենք խոսում ենք քրիստոնյայի եւ օրենքի մասին։ Նոր կտակարանյան եկեղեցում Մովսեսի օրենքը անհրաժեշտ է ոչ թե որպես արդարների կյանքի ուղեցույց, այլ որպես գործիք ամբարիշտներին մերկացնելու համար։ Եվ ի հակադրություն սրա օրենքի անօրինական կիրառումը նրա կիրառումն է արդարների նկատմամբ, այսինքն նրանց, ովքեր արդարացված են Հիսուս Քրիստոսի արյամբ եւ ձգտում են ապրել Քրիստոսի պատվիրաններով։ Օրենքը արդարների կյանքի ուղեցույց չէ։ Ինչու՞։ Որովհետև նույն Պողոս առաքյալը Տիտոսի թղթում 2-րդ գլուխ 12, 11 եւ 12-րդ համարներում տեսեք ինչ է ասում աշխարհում մեր զգաստությամբ, արդարությամբ, ուղղությամբ ապրելու մասին։ Եվ ինչն է համարում որպես մեզ ուղղորդող միջոց։ Օրենքը թե շնորհքը։ Կարդում եմ Տիտոս 2-րդ գլուխ 11-12-րդ համարները։ Քանզի Աստծո փրկարար շնորհը բոլոր մարդկանց երևաց, մեզ խրատելով, որ ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները մերժելով այս ներկա աշխարհում զգաստությամբ, արդարությամբ ու աստվածպաշտությամբ ապրենք, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստված,
ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հայտնությանը։ Տեսնում եք 11-րդ համարում Պողոսը ասում է, որ փրկարար շնորհը Աստծո, որը երևաց բոլոր մարդկանց, նույն այդ շնորհն է մեզ խրատում, որ ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները մերժելով այս աշխարհում զգաստությամբ ապրեն։ Տեսնում եք, այստեղ նա չի ասում, որ օրենքն է հանդիսանում արդարին կամ քրիստոնյային ուղող կամ շտկող միջոց, այլ շնորհը, որը փրկեց, այդ շնորհն էլ խրատում է։ Դրա համար մենք պետք է հստակ իմանանք, որ Մովսեսի օրենքի կիրառումը նոր կտակարանյան եկեղեցում անհրաժեշտ է ոչ թե արդարների կյանքի որպես ուղեցույց, այլ որպես գործիք ամբարիշներին մերկացնելու համար։ Ինչպես որ Պողոսը առաջին Տիմոթեոս 1:9 համարում ասաց, հստակ է այս եզրակացությունը, այս իմացեք, որ օրենքն արդարների համար չէ։ Օրենքն արդարների համար չէ։ Հետևաբար, եթե օրենքը օրինավորապես ուզում են գործածել, ոչ անօրինական ձևով, դա նշանակում պետք է գործածել ըստ նշանակության, եւ այն արդարների համար չէ։ Ամփոփելով կարելի է ասել, որ նոր կտակարանում օրենքից ազատությունը օրենքի դատապարտությունից ազատությունն է, բայց ոչ երբեք օրենքի բարոյականությունից ազատությունը։ Մենք ազատ ենք դիմադրել մարմնին, այսինքն մեր մեջ մնացած մեր մարդկային բնության դեռևս չփրկագնված մասին մենք կարող ենք դիմադրել։ Ինչ է ասում Պողոսը սրա մասին։ Գաղատացիս 5:16-ում Պողոս առաքյալը ցույց է տալիս, թե ինչպես, ասում է, ուստի ձեզ ասում եմ, հոգով քայլեցեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Եթե հավատացյալի կյանքում իրական չլիներ պատերազմը, կարիք չէր լինի նման հորդորներ եւ կոչեր գրելու Աստվածաշնչում, առավելևս ուղղված նոր կտակարանյան քրիստոնյաների։ Նա ասում է, որ հոգով երբ քայլեք մարմնի ցանկությունը չեք կատարի։ Կարևորը, որ հավատացյալը հասկանա, որ Սուրբ Հոգու միջոցով նա այլևս կարող է դիմադրել մարմնին։ Երբ ասում ենք մարմին, մենք նկատի ունենք հետեւյալը, որ Աստծո բերած փրկagorցությունը կամ վերստին ծնունդը առաջին հերթին վերաբերվում է սրտին, քարեղեն սիրտը վերցնում է եւ տալիս է մարմնեղեն սիրտ։ Սիրտը ենթադրում է նորոգություն մարդու մտային, կամային, հուզական ոլորտներում։ Եվ այս ոլորտները նոր ծնված են, այսինքն ընդունակ են եւ կարող են լսելու, սովորելու Աստծո ասածները եւ կատարելու դրանք։ Իսկ որն է չփրկագնված մասը։ Մեր մարմինը դեռևս չփրկագնված է, որպես ապացույց ամեն մարդ օրեցօր մահանում է եւ գիտենք, որ ամեն մեկը հող էր եւ հող պետք է դառնա, որով պետք է իրականանա ծննդոցում Աստծո տված պատիժը։ Եվ քանի մենք ապրում ենք այս մարմնի մեջ, դա նշանակում է, որ հոգին հակառակ է մարմնին։ Մենք ունենք սովորություններ, մենք ունենք ցանկություններ, որոնք որ ազդված են մեր հին կյանքից եւ փորձառությունից։ Եվ հիմա մեր մեջ կա այլևս նոր արժեհամակարգ, նոր սիրտ, որը որ պատերազմում է հին մարդու ցանկություններին եւ սովորություններին։ Դրա համար մենք ազատ ենք արդեն դիմադրել մարմնին կամ այդ չփրկագնված մասին, հոգով քայլեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Այս կոնֆլիկտը, այս պայքարը լինելու է մինչեւ մահ, մինչեւ որ մարդը կմահանա եւ փրկագնված սրտին, հոգուն կմիանա փրկագնված մարմինը, կստանա փառավորյալ մարմին եւ այս պայքարը, այս կոնֆլիկտը կվերանա։ Բայց մինչ այդ երկրի վրա մենք պետք է պայքարենք եւ այդ պայքարում մենք ազատ ենք, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք այդ հաղթանակները տանել։ Դրա համար շատ տարօրինակ է եւ խորթ է, երբ հավատացյալները տարիներով մնում են նույն մեղքերից հաղթված վիճակում։ Դա խորթ է, դա հատուկ չէ իրական հավատացյալին։ Հատուկ է պայքարը, հատուկ է ժամանակային գործընթացը, բայց հատուկ չէ այն, որ հավատացյալը ասի մի օր, որ ես վերջնականապես հանձնվում եմ, այս մեղքը հաղթեց ինձ։ Դա բնորոշ չէ հավատացյալի նկարագրին։ Մենք ազատ ենք ծառայել նաև ուրիշներին։ Պողոսը գրում է Գաղատացիս 5:13-ում նույն, տեսեք ինչ է ասում, որովհետև դուք ազատության եք կանչված, եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը մարմնականի համար որպես պատրվակ մի օգտագործեք, այլ սիրով միմյանց ծառայեցեք։
Այսինքն ազատությունը օրենքի դատապարտությունից չի նշանակում ազատություն տալ մարմնի ցանկություններին։ Շատերը կան, որոնք որ շեղվել են շնորհի ուսմունքից եւ նրանք շնորհը վերածել են անառակության, ինչպես Պողոսն է ասում։ Եվ դրա մասին նույնիսկ Պողոս Առաքյալը խոսում էր Հռոմեացիս նամակում, որ շատերը բամբասում էին իրեն, իբր իրենք այդպես են, իբր Պողոսը եւ իր հետ ծառայակիցները այդպես են քարոզում եւ ասում են, թե իբր զրպարտում էին Պողոսին ասելով իբր չարիք գործենք, որ բարին գա։ Այսինքն գործենք չարը, որպեսզի այդ չարը հանդիսանա հիմք Աստծո բարության հայտնության համար։ Կարծես Աստծո բարության հայտնության ճանապարհը չարիքը պետք է լիներ։ Սա աղավաղում է շնորհքի, ոտնահարում է շնորհի։ Պողոսն ասում է Քավլիցին եւ բերում փաստարկներ, ասում է, եթե մեր անիրավությունը, եկեք անունը դնենք մեղք, եթե մեր մեղքը կամ անիրավությունը հայտնի է դարձնում Աստծո արդարությունը, ինչ ասենք, միթե անիրավ է Աստված, որ բարկություն է թափում։ Այսինքն, եթե Աստված բարկություն է թափում, դա նշանակում է անիրավություն կա։ Հետևաբար ինչպես կարող է իմ անիրավությունը ճանապարհ լինել Աստծո բարության հայտնության։ Հետևաբար սրանով Պողոսը փաստարկում է, որ չարիք գործենք, որ բարիք գա, պնդումը դա սատանայական պնդում է։ Եվ շարունակում է Քավլիցի, ապա Աստված ինչպես է դատելու աշխարհը։ Եթե դուք կարծում եք, որ չարիք գործելը միջոց է, որ Աստծո բարություն երևա, Աստված ինչպես է դատելու աշխարհը։ Ինչպես կարող է ասել սա մեղք էր, երբ դա ինքը դրած լիներ որպես միջոց իր բարության հայտնության։ Եվ 7-րդ համարում ասում է, որովհետև եթե Աստծո ճշմարտությունն իմ ստությամբ ավելացավ իր փառքի համար, հապա ինչու եմ դատվում մեղավորի պես։ Ինչու է Աստված ինձ դատում մեղավորի պես, եթե իր փառքին է ծառայել իմ չարությունը։ Հետևաբար Պողոս Առաքյալն ասում է, որ նրանց դատապարտությունը արդարացի է 8-րդ համարի վերջին մասում։ Նրանց դատապարտությունը արդարացի է։ Այսինքն մենք ազատ ենք ծառայել ուրիշներին, բայց մենք պետք է ազատությունը չծառայեցնենք մարմնի ցանկությունները կատարելու որպես միջոց։ Եվ իրական հավատացյալը այն չի չարաշահում Աստծո շնորհը։ Իրական հավատացյալը նույնիսկ եթե փորձի չարաշահել, Սուրբ Հոգին նրան անպայման կհանդիմանի։ Մենք ազատ ենք ծառայել ուրիշներին, մենք ազատ ենք կատարել օրենքը ավելի բարձր մակարդակում, սիրո մակարդակում։ Գաղատացիս 5:14-ում Պողոսը շարունակում է, քանի որ ամբողջ օրենքն այս մեկ պատվիրանի մեջ է ամփոփվում, դրացուդ քո անձի պես սիրիր։ Այսինքն մենք ազատ լինելով օրենքի դատապարտությունից, մենք ավելի բարձր մակարդակում կարողանում ենք իրականացնել սիրո պատվերը։ Քանզի ամբողջ օրենքը մեկ խոսքի մեջ է ամփոփվում, այսինքն երբ մենք սիրում ենք, մենք կատարում ենք այդ ամբողջ օրենքի համակարգը։ Նույն Պողոս Առաքյալը, որը ասում էր, որ մենք օրենքի տակ չենք, իր մասին տեսեք ինչ է ասում առաջին Կորինթացիս 9:21-րդ համարում։ Նա մի կողմից պնդում է, որ ինքն օրենքի տակ չէ, բայց միևնույն ժամանակ նա խոսում է այլ օրենքի մասին, որի տակ է, կարելի է ասել, կամ ներքո է։ 9:21 օրենք չունեցողների հետ, օրենք չունեցողների պես եղա։ Ոչ թե ասում է Աստծո առաջ առանց օրենքի էի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենքը չունեցողներին շահեմ։ Տեսնում եք, նա Մովսիսական օրենքի տակ չի համարում իրեն, բայց իրեն համարում է Քրիստոսի օրենքի տակ։ Եվ Քրիստոսի օրենքի տակ եղողը, այդ սիրո օրենքի տակ եղողը կարողանում է սիրո պատվերը կատարել ավելի բարձր մակարդակում, քան օրենքի տակ եղող մարդիկ էին դա կարող անել։ Նույն Պողոս Առաքյալը, որը ասում էր, որ մենք օրենքի տակ չենք, իր մասին հայտարարեց այդպես, որ ինքը եղել է օրենք չունեցողների հետ, օրենք չունեցողների նման, թեև ինքը օրենքի տակ չի եղել, ազատվել է, ընդունում է իրեն ազատված, բայց իրեն համարում է Քրիստոսի օրենքի տակ։ Նա ընդունում էր, որ չի կարող իրեն օրենքից օտար անվանել, քանի որ Մովսեսի օրենքի բարոյական սկզբունքները դեռևս սովորեցնում են նրան վարվել այնպես, ինչպես հաճելի է Տիրոջը։ Միևնույն ժամանակ նա իրեն տեսնում էր ոչ թե Մովսեսի, այլ Քրիստոսի օրենքի տակ։ Այսինքն գիտակցում էր իրեն որպես նոր կտակարանյան օրենքի մասնակից։ Քրիստոսի օրենքի տակ արտահայտությունը նոր կտակարանի օրենքի, Քրիստոսի օրենքի մեկ այլ ցուցում է։ Այսպիսով մենք այսօր խոսեցինք
քրիստոնյայի եւ օրենքի մասին, նրանց կապի կամ համագործակցության կամ նրանց տարբերության մասին, եւ մենք տեսանք, որ նոր կտակարանյան քրիստոնյան չի կարող լինել օրենքի տակ, որովհետեւ նա նոր ուխտում, նոր քահանայությամբ եւ նոր օրենքի մեջ է, եւ այդ օրենքը Քրիստոսի օրենքն է։ Եվ մենք տեսանք կապը եւ հարաբերությունը մովսիսական օրենքի հետ։ Կշարունակենք մեր ուսումնասիրությունը հաջորդ մասում խոսելով քրիստոնյան նոր կտակարանում։